Շնորհակալություն, ինչպես արդեն նշվեց, վերջին 1.5 տարվա ընթացքում մենք առավել մոտիկից էինք փորձում հետևել Երևանի քաղաքապետարանի աշխատանքին եւ ինքներս մասնակցելով տարբեր գործընթացների առնչվել ենք որոշակի խնդիրների եւ բարդությունների, որոնք այսօր կուզենք բարձրացնել եւ ձեր օգնությամբ նաեւ որոշակի լուծումներ եւ մեխանիզմներ գտնել այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այսօր ես կանդրադառնամ Երևանում առկա մասնակցության մեխանիզմներին, որոնք օգտագործվում է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև դրանց պրակտիկ կիրառությանն ու խնդիրներին, ու կփորձենք միասին ձևակերպել որոշակի առաջարկներ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Նախ հարկ է նշել, որ հանրային մասնակցությունը որպես ժողովրդավարական կառավարման հիմնական գործիք շատ ավելի կարևոր է տեղական մակարդակում, քանի որ դա քաղաքացիներին առավել մոտ մակարդակն է եւ տեղական մակարդակում որոշումները անմիջական ազդեցություն են ունենում քաղաքացիների առօրյա կյանքի վրա եւ առավել տեսանելի են լինում մեր առօրյայում։ Եվ երբ հանրության լայն շրջանակները հնարավորություն ունի մասնակցելու որոշումների կայացմանը, այդ որոշումները ոչ միայն ստանում են առավել բարձր լեգիտիմություն, այլ դառնում են նաեւ ավելի հիմնավորված, որակյալ, թիրախային եւ արձագանքող հանրային կարիքին։ Այդ իսկ պատճառով հանրային մասնակցությունը չի կարելի դիտարկել որպես ֆորմալ պարտավորություն քաղաքային կառավարման կողմից, այլ այն պետք է դիտվի նաեւ որպես բովանդակային գործընթաց միտված հանրային շահի առավել լիարժեք արտահայտմանը որոշումների մեջ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մասնակցային գործընթացը թույլ է տալիս ապահովել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, որոշումների նկատմամբ հանրային ավելի բարձր վստահությունն ու այդ որոշումների լեգիտիմությունը, ինչպես նաև հանրային վերահսկողության մեխանիզմների շնորհիվ հաշվետվողականության մեխանիզմների գործարկումը քաղաքային իշխանությունների կողմից, ու ինչպես նաև հանրային ավելի լայն մասնակցության շնորհիվ հնարավորություն է տրվում տեղական կարիքների առավել հստակ քարտեզագրում եւ ավելի թիրախային լուծումներ են տրվում այդ կարիքներին, ու վերջապես երևի քաղաքային իշխանության համար ամենակարևորը դրանք մասնակցային գործընթացը կարելի ասել կանխարգելում է հետագա դժգոհությունները որոշումների կայացումից հետո, քանի որ մինչև որոշումների կայացումը ավելի կառուցողական երկխոսություն է տեղի ունեցել հանրության հետ եւ հանրային դժգոհությունները հնարավոր է ավելի մեղմել։ Մասնակցային կառավարման ցանկացած գործընթաց պետք է լինի արդյունավետ եւ նշանակալի, եւ դրա համար այն պետք է կառուցված լինի հստակ սկզբունքների վրա, որոնք դուրս են բերված միջազգային պրակտիկայից։ Նախ գործընթացը պետք է լինի թափանցիկ, այսինքն հանրությանը պետք է հազանգի լինեն ինչպես նախատեսվող որոշումները, այնպես էլ դրանց քննարկման ընթացքը, ժամանակացույցը եւ այդ հանրային լուծումների արդյունքները։ Երկրորդը անհրաժեշտ է ապահովել ներառականություն, այսինքն բոլոր շահագրգիռ կողմերը, ազդագիր համայնքը, խոցելի խմբերը պետք է հավասար հնարավորություններ ունենան մասնակցելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաեւ ներգրավեն փորձագիտական համայնքի ներկայացուցիչները, անհատ փորձագետները եւ ընդհանրապես հետաքրքրված քաղաքացիները։ Երրորդը մասնակցային մեխանիզմները պետք է ուղեկցվեն հաշվետվողականությամբ, այսինքն քաղաքացին պետք է հասկանա, թե իր ներկայացած առաջարկները ինչպես են հաշվի առնվում, ինչ սկզբունքներով են հաշվի առնվում, ինչու են որոշ առաջարկներ մերժում եւ որոշ առաջարկներ ընդունվում քաղաքապետարանի կողմից այս դեպքում։ Չորրորդը արդյունավետությունն է, ինչը ենթադրում է, որ մասնակցային գործընթացները պետք է իրական ազդեցություն ունենան որոշումների կայացման բովանդակության վրա, այսինքն դրանք չկրեն զուտ ձևական բնույթ, այսպես ասած թռչնակ դնելու համար, այլ իրական հնարավորություն ստեղծեն քաղաքացիներին ազդեցություն ունենալ առավել ևս որոշումների կայացման ողջ փուլերում եւ մշակման փուլերում որոշումների եւ նախագծերի ծրագրերի մշակման վրա։ Եվ հինգերորդը մատչելիությունն է, որը նշանակում է, որ ցանկացած քաղաքացի պետք է ֆիզիկապես, տեխնիկապես, լեզվապես հնարավորություն ունենա ներգրավել այս գործընթացում, դա եւ տեղեկատվության ավելի մատչելի տրամադրումն է եւ
այն խողովակների օգտագործումն է, որոնք քաղաքացիների համար ավելի մատչելի են։ Մեր պրակտիկայի ընթացքում քաղաքապետարանի կողմից օգտագործվում են հիմնականում որոշ մեխանիզմներ, ամենատարածվածներն են հանրային լսումները, քաղաքապետի ինքից հանրային խորհուրդները, ակտիվ քաղաքացի հարթակը եւ հավելվածը, իրավական ակտերի միասնական հարթակը, e-draft-ը, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի հետ որոշակի խորհրդակցություններ, որոնք իրականացվում են սովորաբար տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում։ Հանրային լսումները պարտադիր են համայնքային նշանակության որոշումների ընդունման համար եւ Երևանի քաղաքապետարանի դեպքում նրանք սովորաբար իրականացվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի շրջանակներում եւ մյուս որոշումների ընդունման դեպքում շատ ավելի քիչ են կիրառվում, այսինքն մոտ 10 դեպք ամբողջ տարվա ընթացքում, որ մյուս ոլորտներին առնչվող գործընթացներում հանրային լսումներ են տեղի ունեցել։ Երևանի քաղաքապետարանից գործում է 11 ոլորտային հանրային խորհուրդ, որոնց ձևավորման կարգը սահմանված է ավականու կողմից, եւ դրանք հիմնականում ներառում են տարբեր ուղղություններ, համայնքային զարգացման, քաղաքաշինության, շրջակա միջավայրի զարգացման, սոցիալական, երիտասարդության եւ այլ ոլորտներ։ Խորհուրդների կազմում հիմնականում ներգրավված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքացիներ, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ ավականու անդամներ։ Երրորդ մեխանիզմը շատ ավելի տեղական մեխանիզմ է, Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկված ակտիվ քաղաքացի հարթակն ու հավելվածն է։ Այն հնարավորություն է տալիս Երևանի քաղաքացիներին ներկայացնել առաջարկներ եւ նախագծերի շուրջ, տեղական նշանակության նախագծերի շուրջ, ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտարկումները, քվեարկել այս կամ այն նախագծի օգտին, ինչպես նաեւ կա ակտիվ քաղաքացի հավելվածը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ահազանգելու որոշակի տեղական խնդիրների վերաբերյալ, ինչպես է, չգիտեմ, մահվանության հետ կապված խնդիրները, լուսավորության խափանում կամ փողոցների վերանորոգման հետ կապված հարցեր։ Ակտիվ քաղաքացի հարթակը իրականում բավականին մեծ պոտենցիալ ունեցող գործիք է, որը ցավոք սրտի քաղաքապետարանի կողմից չի օգտագործվում իր ամբողջ պոտենցիալով եւ ըստ մեզ այն ավելի լայն կիրառում կարող է ստանալ։ Երևանի քաղաքապետարանի կողմից շատ ավելի քիչ է օգտագործվում e-draft հարթակը, կան հատուկ կենտ նախագծեր, որոնք օրենքով պարտավորվում է տեղադրել e-draft-ում հանրային քննարկման համար, ու նաև շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, այսինքն որոշումների ընդունման վաղ փուլերում որոշակի շահագրգիռ եւ մասնագիտական խմբերի հետ երբեմն քաղաքապետարանը մասնավորապես բացկայարման գործընկերության միջոցառումների ծրագրի շրջանակներում կամ նմանատիպ այլ ծրագրերի շրջանակներում կարող է իրականացնել խորհրդակցություններ մինչև նախագծերի մշակումը։ Շատ կարճ փորձ եմ անդրադառնալ այն խնդիրներին, որոնց հետ մենք առնչվել ենք քաղաքապետարանի հետ աշխատանքի ընթացքում։ Նախ խոսեմ հանրային լսումներից, ինչպես արդեն նշեցի, լսումների մեծամասնությունը տեղի են ունենում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի շրջանակներում, քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում 2024 թվականի ընթացքում տեղի ունեցած լսումների 90%-ից ավելը տեղի ունեցել այս գործընթացի շրջանակներում, որը բնական է, քանի որ գործընթացը ավելի լավ է կարգավորված օրենքով, բայց նախընտրելի կլիներ, որ հանրային կարևորություն ունեցող որոշումների ընդունման դեպքում քաղաքապետարանը եւս իրականացներ հանրային քննարկումներ, խորհրդակցություններ եւ լսումներ, որպեսզի հասկանար քաղաքացիների կարծիքը մինչև որոշումների ընդունումը։ Բացի այդ, լսումների կազմակերպման ժամկետները, ծանոթացման մեխանիզմները ու մատչելիությունը միշտ չեն, որ բավարարում են իրական իրազեկմանը, ինչպես պարոն Հոկտանյանը արդեն նշեց, օրենքով պահանջվում է քաղաքապետարանի կայքում ծանոթման տեղադրում հանրային լսման վերաբերյալ, այդտեղ վարչական շրջանների շենքերի ցուցատախտակներին տեղադրում, ինչպես նաև տպագիր մամուլում այդ ծանոթման հրապարակում, որը
ըստ մեզ 21-րդ դարում բավարար մեխանիզմ չէ քաղաքացիներին որևէ գործընթացի վերաբերյալ իրազեկելու համար եւ 2024 թվականի ընթացքում եւ միայն մեկ դեպք է հիշում երիտասարդական հարցերով երիտասարդության հետ կապված հարցերով հանրային քննարկումը, երբ քաղաքապետարանը, այսպես ասած, sponsor դրել էր Facebook-ով, որպեսզի քաղաքացիները տեղեկանան եւ մասնակցեն հանրային քննարկմանը, մյուս բոլոր քննարկումների համար զուտ բավարարվել են այս ստանդարտ ցանցման մեխանիզմով։ Ինչպես արդեն պարոն Հոգնանյանը նշեց, ամենամեծ խնդիրը հանրային լսումների համար դրանց փաստացի ձևական բնույթն է։ Մենք պրակտիկայում ցավոք 2024 թվականի ընթացքում հանդիպել ենք մի շարք դեպքերի, երբ հանրային լսումները ուղղակի բովանդակային չեն եղել, մասնավորապես Երևանի գլխավոր հատակագծի հանրային քննարկումների գործընթացի առաջին հանրային լսումը, որը Երևանի քաղաքապետարան, Երևանի կենտրոն վարչական շրջանի տարածքում էր տեղի ունեցել, այդ հանրային քննարկմանը մասնակցել էին 11 հոգի, որոնցից 10-ը քաղաքապետարանի կամ թաղապետարանի աշխատակիցներ էին, եւ նրանք ոչ մի հարց չէին բարձրացրել, ոչ մի դիտարկում չունեին նախագծի վերաբերյալ, որը անհանգստացնող պատկեր է հանրային մասնակցության համար, նմանատիպ ռազմավարական փաստաթուղթ քննարկելիս, ինչպես նաև լինում են դեպքեր, երբ ուղղակի այսպես ասած թռչնակ դնելու համար են հանրային լսումներ իրականացվում, ինչպես օրինակ անցյալ տարվա վերջում մեկ օր էր տրամադրվել, մեկ լսման ընթացքում պետք է քննարկվեին 7 առանցքային փաստաթուղթ, որոնք երբեմն իրար հետ կապ չունեին, բաց կառավարման գործընկերության միջոցառումների ծրագիրներ, բյուջեն, տեղական турքերի զարգացման պլանի եւ այլ փաստաթղթեր, 7 տարբեր մեծ ծավալի փաստաթղթեր, որոնք քննարկվում էին ընդհանրապես մեկ հանրային լսման շրջանակներում, որը եւս բավականին անհանգստացնող պատկեր է։ Հաջորդը հանրային խորհուրդներն են։ Հանրային խորհուրդների աշխատանքի հետ կապված մենք ունենք ավելի թափանցիկության այդ խնդիրներ, այսինքն քաղաքապետարանի կայքում հրապարակված չեն հանրային խորհուրդների կազմը, նրանց նիստերի օրակարգը, ժամանակացույցը, արձանագրությունները, այսինքն քաղաքացիները փաստացի հնարավորություն չունեն ծանոթանալու հանրային խորհուրդների գործունեությանը եւ բացի դրանից հանրային խորհուրդների կազմի ընդունելության գործընթացը եւս որոշակի հարցեր է առաջացնում, քանի որ պարզ չէ թե ինչ սկզբունքով են ընտրվում հանրային խորհրդի անդամները եւ կարգում նշվում է, որ առաջնահերթությունը տրվում է առաջին դիմողին, որը եւս ըստ մեզ մրցակցային չէ եւ կարող է վերանայվել այդ դրույթը։ Ակտիվ քաղաքացի հարթակը, ինչպես արդեն նշեցի, դա ավելի տեղական գործիք է, որը գործարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից, սակայն այն իր ամբողջ պոտենցիալով չի կիրառվում եւ հիմնականում կիրառվում է շատ չնչին եւ ոչ նշանակալի հարցերի քննարկման համար, ինչպես են փողոցների անվնափոխություններ կամ ինչ-որ բուրակների բարեկարգման հարցեր եւ այլն, իհարկե դրանք շատ կարևոր հարցեր են, բայց երբ ունենք օրինակ համընդհանուր կիրառություն ունեցող որոշումներ, ինչպիսիք են, չգիտեմ, турքերի փոփոխությունները, տրանսպորտային բարեփոխումները կամ աղբահարության նոր մոդելը, ըստ մեզ շատ կարևոր կլինի, որ նմանատիպ հարցերը եւս դրվեն ակտիվ քաղաքացի հարթակում, քաղաքացիների կարծիքները եւ հետադարձ կապը ստանալու համար եւ քաղաքացիները եւս հնարավորություն ունենան քվեարկելու այդ որոշումների օգտին։ Ինչպես արդեն նշեցի, e-draft-ը շատ քիչ է օգտագործվում քաղաքապետարանի կողմից 2024 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը հարթակում տեղադրել է ընդհանրապես 10 նախագիծ, այդ նախագծերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ անհատներից ստացվել են 73 առաջարկություններ եւ ցավոք սրտի դրանցից ոչ մեկը անգամ հաշվի չեն առնվել նախագծերում եւ բոլոր առաջարկությունները մերժվել են։ Սա եւս անհանգստացնող վիճակագրություն է մասնակցության արդյունավետության տեսանկյունից։
Հաջորդը շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններն են։ Այս ֆորմատի հիմնական խնդիրը այն է, որ չկա կարգավորող օրենսդրություն այս գործընթացի իրականացման համար եւ չկա շահառուների շտաբանան թեմատիկ, որոնց քաղաքապետարանը ներգրավում է ոչ ներկայացման վաղ փուլերում խորհրդակցությունների ձևաչափում ու փաստացի ամեն ինչ թողված է այդ պահին քաղաքապետարանի հայեցողությանը։ Շատ արագ կփորձեմ անդրադառնալ առաջարկություններին, հիմնական, հետո կանցնենք արդեն քննարկմանը։ Մեր հիմնական առաջարկություններն են կարգավորել համընդհանուր կիրառության որոշումների կայացման գործընթացը, սահմանելով հստակ իրավական մեխանիզմներ հանրային լսումների եւ քննարկումների պարտադիր իրականացման համար։ Նաև որոշումների ընդունման նախնական փուլում, երբ դեռ հնարավոր է ազդել որոշումների բովանդակության վրա, կազմակերպել առավել թիրախային խորհրդակցություններ շահագրգիռ եւ մասնագիտական խմբերի հետ, խոցելի խմբերի հետ, ազդակիր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի ավելի բովանդակային ներգրավում կարողանան ունենալ հանրության լայն շրջանակները։ Քաղաքապետարանի կայքում եւ սոցիալական մեդիայում ստեղծել առանձին բաժին քաղաքապետին կից հանրային խորհուրդների գործունեության, կազմի, նրանց հետ կապվելու հնարավորությունների եւ մասնակցության կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ, նաեւ իրականացնել հանրային իրազեկման արշավներ բարձրացնելու բնակիչների իրազեկվածությունը, մասնակցության հնարավորությունների վերաբերյալ, խթանելու նրանց ակտիվ ներգրավվածությունը եւ ինչպես արդեն մի քանի անգամ նշեցի, օգտագործել ակտիվ քաղաքացի հարթակը հանրային կարևորություն ունեցող նախագծերի քննարկման համար, օրինակ տրանսպորտ, աղբահանություն, կարմիր գծերի վճարներ եւ նմանատիպ այլ նախաձեռնություններ։